Բարև, ես Արփին եմ։ Այս անգամ ձեզ կպատմեմ մաքսային ընթացակարգերի մասին։ Տեղափոխում եք ապրանքներ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով ոչ անձնական օգտագործման նպատակով, ուրեմն պետք է իմանաք, որ միության մաքսային տարածքում կամ դրանից դուրս գտնվելու կամ օգտագործելու համար այդ ապրանքները ենթակա են մաքսային ընթացակարգով ձևակերպման։ Կարևոր իմանալ, որ մաքսային ընթացակարգը նորմերի ամբողջություն է, որոնցով սահմանվում է, թե ինչ կարգով եւ պայմաններով կարող եք օգտագործել ապրանքները ԵՏՄ մաքսային տարածքում կամ այդ տարածքից դուրս։ Օրինակ, եթե ապրանքներ եք ներմուծել Հայաստան վաճառելու նպատակով, ապա անհրաժեշտ է ընտրել ներքին սպառման համար բաց թողում մաքսային ընթացակարգը։ Իսկ եթե ձեր նպատակը ժամանակավոր օգտագործումն է, ընտրեք ժամանակավոր ներմուծում, թույլտվություն մաքսային ընթացակարգը։ Նախքան մաքսային ընթացակարգերին ծանոթանալը հիշեցնենք, որ մաքսային ընթացակարգն ընտրում է հայտարարատուն ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ։ Կարևոր է նաև հայտարարատուի կողմից ընթացակարգի պայմանների ապահովումը։ Հակառակ դեպքում մաքսային մարմինը չի թույլատրի ապրանքների բաց թողումը հայտարարատուի ընտրած մաքսային ընթացակարգով։ Մաքսային ընթացակարգերը կիրառելիս անհրաժեշտ է նաև իմանալ, որ ապրանքներն են համարվում միության ապրանքներ, որոնք օտարերկրյա ապրանքներ։ Միության ապրանքները միության մաքսային տարածքում գտնվող ապրանքներն են, որոնք ամբողջությամբ արտադրվել, արդյունահանվել, ստացվել կամ աճեցվել են այդ տարածքում, ճանաչվել կամ ձեռք են բերել միության ապրանքի կարգավիճակ։ Այս խմբի ապրանքներից են նաև մեկ կամ մի քանի անդամ պետություններում միության ապրանքներից արտադրված կամ պատրաստված ապրանքները, ինչպես նաև միության մաքսային տարածքից արտահանված եւ միության կարգավիճակը պահպանած ապրանքները։ Իսկ օտարերկրյա ապրանքները միության ապրանքներ չհամարվող ապրանքներն են։ Այս ապրանքների շարքում են նաև միության ապրանքի կարգավիճակը կորցրած կամ օտարերկրյա ճանաչված ապրանքները։ Օգտակար տեղեկություն նաև այն մասին, որ մաքսային մարմնում մաքսային գործառնություններն իրականացնում են անմիջականորեն հայտարարատուն, փոխադրողը, ապրանքների նկատմամբ լիազորություն ունեցող անձը, այլ շահագրգիռ անձինք կամ իրենց աշխատողները։ Այժմ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում կիրառվող մաքսային ընթացակարգերի եւ դրանց կիրառման դեպքերի մասին։ Ներքին սպառման համար բաց թողումը կիրառվում է օտարերկրյա ապրանքների նկատմամբ, որին համապատասխան ապրանքները գտնվում եւ օգտագործվում են միության մաքսային տարածքում, առանց միջազգային պայմանագրերով կամ իրավական ակտերով նախատեսված տիրապետման, օգտագործման կամ տնօրինման սահմանափակումների։ Արտահանումը կիրառվում է միության ապրանքների նկատմամբ, որոնք միության մաքսային տարածքից արտահանվում են մշտապես դրա սահմաններից դուրս գտնվելու համար։ Մաքսային տարանցումը կիրառվում է ուղարկող մաքսային մարմնից նշանակման մաքսային մարմին ապրանքները փոխադրելիս, առանց մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագծման, փոխհատուցման տուրքերի վճարման։ Կիրառվում է նաև մաքսային պահեստ ընթացակարգը օտարերկրյա ապրանքների նկատմամբ, որոնք պահպանվում են մաքսային պահեստում, առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագծման, փոխհատուցման տուրքերի վճարման։ Իսկ այժմ ապրանքների վերամշակում նախատեսող 3 ընթացակարգերի մասին։ Այսպես, մաքսային տարածքում վերամշակումը կիրառվում է օտարերկրյա ապրանքների նկատմամբ, որոնք առանց մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագծման, փոխհատուցման տուրքերի վճարման ներմուծվում են միության մաքսային տարածք, վերամշակման, այդ թվում վերանորոգման եւ հետագայում ստացված արդյունքների արտահանման նպատակով։ Մաքսային տարածքից դուրս վերամշակում ընթացակարգը կիրառվում է միության ապրանքների նկատմամբ, որոնք առանց արտահանման մաքսատուրքերի վճարելու արտահանվում են միության մաքսային տարածքից դուրս վերամշակվելու, վերանորոգվելու, հետագայում վերամշակման արդյունքները միության մաքսային տարածք ներմուծելու նպատակով։ Իսկ ներքին սպառման համար վերամշակումը կիրառվում է օտարերկրյա ապրանքների դեպքում, երբ այդ ապրանքներն առանց ներմուծման մաքսատուրքեր վճարելու ներմուծվում են միության մաքսային տարածք, վերամշակվում, հետագայում վերամշակման արդյունքները ներքին սպառման համար բաց թողում մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանով։ Միության մաքսային տարածքում կիրառվում են նաև ազատ մաքսային գոտի եւ ազատ պահեստ մաքսային ընթացակարգերը, ինչպես օտարերկրյա, այնպես էլ միության ապրանքների նկատմամբ, որոնք տեղավորվում եւ օգտագործվում են այդ ընթացակարգերին համապատասխան ազատ տնտեսական գոտում կամ ազատ պահեստում, առանց մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագծման, փոխհատուցման տուրքերի վճարման։ Ժամանակավոր ներմուծում թույլտվությունը կիրառվում է օտարերկրյա ապրանքների համար, որոնք ժամանակավոր գտնվում եւ օգտագործվում են միության մաքսային տարածքում։ Ընդ որում
Ժամանակավոր արտահանումը կիրառվում է միության ապրանքների համար, որոնք առանց արտահանման մաքսատուրքեր վճարելու արտահանվում են միության մաքսային տարածքից, դրանից դուրս ժամանակավորապես գտնվելու եւ օգտագործվելու համար։ Վերաներմուծում ընթացակարգը կիրառվում է օտարերկրյա ապրանքների համար։ Այս դեպքում միության մաքսային տարածքից ավելի վաղ արտահանված ապրանքները ներմուծվում են միության մաքսային տարածք, առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ հակագնագծման, փոխհատուցման տուրքերի վճարման։ Իսկ վերաարտահանում ընթացակարգն ընտրվում է եւ օտարերկրյա եւ միության ապրանքների համար։ Այս դեպքում ավելի վաղ ներմուծված օտարերկրյա ապրանքները միության մաքսային տարածքից արտահանվում են առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ հակագնագծման, փոխհատուցման տուրքերի վճարման եւ կամ այլ տուրքերի եւ հարկերի գումարների վերադարձով։ Իսկ միության ապրանքները առանց արտահանման մաքսատուրքերի վճարման ընթացակարգի պայմանների պահպանման դեպքում։ Անմաքս առևտուր մաքսային ընթացակարգը եւս կիրառվում է եւ օտարերկրյա ապրանքների եւ միության ապրանքների համար, որոնք անմաքս առևտրի խանութներում գտնվում եւ իրացվում են մանրածախ առևտրի ձևով։ Միության մաքսային տարածք ներմուծվող օտարերկրյա ապրանքների նկատմամբ կիրառվում է նաեւ ոչնչացում մաքսային ընթացակարգը, որի դեպքում օտարերկրյա ապրանքները ոչնչացվում են առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ հակագնագծման, փոխհատուցման տուրքերի վճարման։ Օրինակ, հնարավոր է ներմուծել եք որևէ պարենային ապրանք, որը ճանապարհին դարձել է ոչ պիտանի։ Այս դեպքում դուք հնարավորություն ունեք մաքսային մարմնին ներկայացնել լիազոր պետական մարմնի կողմից տրամադրված ոչնչացման վերաբերյալ եզրակացությունը, կիրառել ոչնչացում մաքսային ընթացակարգը եւ ձեր հաշվին ոչնչացնել ապրանքը։ Հրաժարում հօգուտ պետության ընթացակարգը նույնպես կիրառվում է օտարերկրյա ապրանքների համար։ Այն ընտրելու դեպքում ներմուծված օտարերկրյա ապրանքներն անհատույց հանձնվում են միության անդամ պետության սեփականությանը, առանց ներմուծման մաքսատուրքեր, հարկեր, հատուկ հակագնագծման, փոխհատուցման տուրքեր վճարելու։ Միության մաքսային տարածքում կիրառվում է նաև հատուկ մաքսային ընթացակարգը օտարերկրյա եւ միության ապրանքների առանձին կատեգորիաների նկատմամբ։ Այս ապրանքները միության մաքսային սահմանով տեղափոխվում, ինչպես նաև միության մաքսային տարածքում կամ դրանից դուրս գտնվում եւ կամ օգտագործվում են առանց մաքսատուրքերի, հարկերի, հատուկ հակագնագծման, փոխհատուցման տուրքերի վճարման։ Օրինակ, այդպիսի ապրանքներից է ռազմական տեխնիկան, որը տեղափոխվում է միության մաքսային սահմանով, անդամ պետությունների միության մաքսային տարածքում կամ տարածքի սահմաններից դուրս տեղակայված զինվորական ստորաբաժանումների մարտական պատրաստակամությունը պահպանելու եւ բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։ Հիշեք, որ մաքսային ընթացակարգերի ճիշտ ընտրությունը կարևոր է ապրանքների հայտարարագիրը ճիշտ լրացնելու, ներմուծվող եւ արտահանվող ապրանքների հետագա օգտագործման ընթացքում հնարավոր վարչական պատասխանատվությունից խուսափելու համար։ Եղեք իրազեկ, Պետական եկամուտների կոմիտե։